Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող հարկային փոփոխությունները անհանգստացնում են մասնագիտական ոլորտի շատ ներկայացուցիչների։ Նոր կարգավորումներով մասնագիտական որոշ խմբեր այլևս չեն կարող գործել շրջանառության հարկի դաշտում եւ անցնելու են հարկման ընդհանուր համակարգ, դառնալով ավելացված արժեքի հարկ վճարող։ Դա ինչպես ֆինանսական բառ առաջացնում առաջին մատուցողների համար, նաև քաղաքացիների համար, որովհետև անմիջական թիրախ են քաղաքացին, Իրավաբանական հաշվապահական ծառայություններ մատուցողները, ինչպես նաև գլխավոր գրասենյակների գործունեություն իրականացնողներն ու կառավարման ոլորտում խորհրդատվություն տրամադրողները այս անգամ եւս դուրս չեն մնացել օրենսդրական դաշտի այս փոփոխություններից։ Ոլորտի փորձագետները պնդում են, որ այս նոր փոփոխությունը ֆինանսական մեծ ռիսկեր ունի։ Շատերը արդեն գիտեին, որ հետո պիտի անցնեն ավելացված արժեքի հարկի, ես ասեմ ձեզ, որ տարվա սկզբից արդեն որոշ ընկերություններ, որոնք որ մինչ այդ շրջանառության հարկով էին աշխատում, իրենք արդեն ավելացված արժեքի հարկի գումարը հաշվի առնելով այդերը կնքում էին այդպիսի չափով, որպեսզի հետո տարվա կեսից ստիպված չլինեն նորից պայմանագիր փոխել։ Օրենսդրական փոփոխության արդյունքում մասնագետների կանխատեսմամբ շուկայում կբարձրանան ծառայությունների գները, համեմատականներ են բերում փաստաբանական ծառայությունները հարկման դաշտ բերելու փորձի հետ, նշելով, որ նման մոտեցումը կարող է կրկին հանգեցնել նրան, որ իրավաբանական աջակցությունը շատերի համար դառնա դժվար հասանելի։ Բարձր գները ըստ մասնագետների փաստացի կարող են զրկել անհատներին սեփական իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, իսկ հանրային պաշտպանի գրասենյակը ոչ բոլորին է տրամադրում անվճար իրավական աջակցություն։ Ունենալու ենք այն նույն խնդիրները, ինչու որ ունեցանք փաստաբանական ծառայությունների ավելացված արժեքի հարկի դաշտ ներկայելու ժամանակ։ Քաղաքացիները մնացին արդեն իրենց իրավունքների անպաշտպան վիճակում, որովհետև ծառայությունները ցանկացան, քաղաքացիները անվճարունակ են չկարողացան արդեն օգտվել այդ ծառայություններից։ Սա եւս մեկ պատճառ են համարում, որ այս փոփոխությունները դիտարկվի ընդհանրապես որպես պետական բյուջեն համալրելու միջոց։ Բացի այդ, օրինակ հաշվապահական ոլորտում մասնագետները այլ խնդիրներ էլ ֆիքսել են։ Ասում են ավելացված արժեքի հարկի դաշտ մտնելու դեպքում փաստաթղթաշրջանառությունը կբարթանա։ Եթե մինչև հիմա ծառայության մատուցողները օրինակ շրջանառության հարկի դաշտում էին աշխատում, այդ դեպքում բնականաբար հարկային դաշտում փաստաթղթաշրջանառությունը ավելի թեթև էր, ավելի քիչ էր, ընդ որում հաշվետվությունները ներկայացնում էր ավելի քիչ կտրված օրինակ երամսյակը 1։ Հիմա արդեն ամեն ամիս է ներկայացում հաշվետվություն։ Տնտեսագետները կանխատեսում են, որ փոքր բիզնեսները դժվար թե կարողանան դիմակայել այս մեծ փոփոխություններին եւ չեն բացառում նրանց փակվելը։ Շուտ հարկից ապնելը ավելացված արժեքի հարկ եւ նաեւ շահութահարկ այդտեղ իրենց եկամուտները, իրենց եկամտաբերությունը համարժեք չի այդ ավելացման չափերին, որտեղ տեսեք, ասենք 5%-ով է շրջանառության հարկը, հիմա ասում են 20%, 4 անգամ միանգամից ավելացնում պետությունը հարկի չափ, ավելացված արժեքի։ Իրենք այդքան ավել եկամտաբերություն չունեին, որ ասենք թե իրենց եկամուտների հաշվին փորձեն գները չթանկացնել։ Հասարակությունն ի դեպ բավարար տեղեկացված չէ այս փոփոխություններին, նկատում են մասնագետները։ Ավելին, իրազեկման այլընտրանքային մեխանիզմների բացակայությունը այս խնդիրը դարձնում է առավել խորքային։ Հասմիկ Անտոնյան, ժամը լատվական։